Բարի լույս, տոնական տրամադրությամբ, ժպիտներով եւ ջերմությամբ ամենառավոտը ձեզ համար տեսանելի է Կարեն Մոլիտվի, Սոնա Թումանյան։ Մենք տեսանելի լինելու պարագայից օգտվենք եւ ասենք, որ շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերների ռադիոյի օրվա կապակցությամբ, անխափան եթերներ ենք մաղթում։ Մեզ դեռ ոչ մեկ չի շնորհավորել, այնպես որ դուք կարող եք լինել առաջինը։ Այո, սիրով պատրաստ ենք ընդունել բոլոր շնորհավորանքները, իսկ այսօր մենք եթերում ենք եւ տեսանելի ենք, որովհետեւ խոսելու ենք մի թեմայի մասին, որին արդեն ռադիո Մարշալի եթերից անդրադառնալու առիթ ունեցել ենք։ Խոսքը Mini Whoop Drone Racing-ի մասին է եւ ամենառավոտում Arm Drone համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանն է, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ եմ հրավերի համար, առաջինը ես լինեմ, ով կշնորհավորի ձեր տոնը։ Ես ինա դասեցի ու իք բռնես դա զգացիր։ Թույ։ Շնորհակալ եմ։ Կարգին հյուրն ենք։ Դե մայիսի 25 Ինչ է սպասվում եւ որտեղ, որովհետեւ եթե ինձ չի դավաճանում իմ հիշողությունը, նախորդ տարի Երևանի Պետական Համալսարանի ջերմ հարկի տակ էի հավաքել բոլոր դրոնների սիրահարներին։ Այս տարի ուր եք գնալու եւ ինչ է սպասվում։ Ընդհանուր ամենաառաջին մրցույթը, որ սկսել ենք անել, այդ ֆիզմատ դպրոցի ֆիզկուլտի դահլիճում էր։ Կխնդրեմ մոտ խոսել։ Հա։ Առաջին անգամ որ սկսեցինք մրցույթ անել, ֆիզմատ դպրոցի դահլիճում էինք էլի անում։ Հաջորդ տարի արդեն ԵՊՀ-ի ֆուտզալում արեցինք մրցույթը, հիմա արդեն Գազպրոմ ուսումնասպորտային համալիրի դահլիճում ենք անում ու այդպես տենց ամեն տարածքը ընդլայնում է գնալով։ Տարածքը մասնակիցները ամեն ինչ ընդլայնում ենք, հետո տենց համալիր Մարզահամերգային համալիրի մտքերի մեջ է։ Ստադիոն հետո տենց քիչ-քիչ ինչ որ ավելի մեծ տեղեր։ Ես շատ ուրախ եմ, որ ռադիո Մարշալը առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային, բայց ես վստահ եմ, որ շատ ռադիոլսողներ ունենք եւ այս տարիների ընթացքում ռադիոլսողներ ունենք, ովքեր որ նոր են մեզ միացել ու անգամ պատկերացում չունեն, ապարչունեն թե ինչի մասին ենք մենք խոսում, ինչ բառեր են ասում, ինչ ֆիզմատ բան, հետո համալիր, այդ ինչից ենք մենք խոսում։ Ես օրինակ edge-ը քրքրելով երեք ապշեցի, զարմացա, մենք science twin ինչ-որ բաներ ունենք ու նամանդ որ հոլովակում տեսա որ ներգրաված են երեխաներ, դրա մասին խոսենք ավելի ուշ։ Նախ կսեմ մի քիչ հետ գնանք, հա, ինչ է սա, ինչի մասին ենք մենք հիմա խոսում, կանչ կոնկրետ sense։ Միջոցառումը կոչվում է Mini Whoop Drone Racing, փորձեմ բառերը հերթով ասել, որ ինչա նշանակում։ Mini դա դրոնների չափը նկատի ունենք, Whoop-ը դա դրոնի տեսակի անվանումն է, ինքը ձեռքի ափի մեջ տեղավորվող սարք է, որի միջոցով կարողանում ենք FPV սարքավորումների միջոցով վարել։ FPV-ն էլ իր հերթին բաժանվում է first person view, այսինքն դիտում առաջին հայացքից։ Բոլորին հայտնի չի, իրանք VR ակնոց չեն, բայց բոլորը ասում են VR ակնոց, փորձեմ այդ ձև բացատրել, VR ակնոցները նման են։ Ու արդեն հեռակառավարման վահանակով փորձում ես սարքը վարել։ Այդ փոքր սարքերը վարելով մենք արգելքներ ենք պատրաստած լինում, այդ արգելքներով ամենաարագ անցնող մասնակիցները ճանաչվում են հաղթող։ Դե դրոն բառը արդեն հուշում է ինչա, ռեյսինգն էլ դա հենց այդ մրցույթն է։ Այդպես ոնց որ բացվում է Mini Whoop Drone Racing։ Եկեք այ Կարենն էլ մի փոքր բացահայտի, որովհետև ես քիչ թե շատ ծանոթ եմ, ձևաչափից խոսենք։ Ինչ փուլեր են հաղթահարելու, ինչ ձևաչափով եք առաջ ընթանալու։ Մրցույթը լինելու է այսպես, օրինակ անցած տարի, քանի որ անցած տարի եւ դրանից առաջ մասնակիցների սենց պակաս կար, էլի։ Ինչի, որովհետև ընդհանրապես FPV drone racing-ը ինքը միջազգային սպորտաձև է, աշխարհում բավական հայտնի է, բայց մեզ մոտ առաջինը մենք ենք էլի արել նմանատիպ մրցույթներ ու այս ոլորտով զբաղվող շատ քիչ մարդիկ կային։ Ոնց որ սենց ասած բոլորին ճանաչում ենք ու առաջի տարին սենց շատ զորով 12 հոգի մարդ հավաքվեց։ Դրանից հետո արդեն հաջորդ տարին որ արեցինք 50 մասնակից ունեցանք։ Այսինքն այդ ամբողջ ընթացքում անընդհատ սենց անդադար փորձել եմ մարդկանց պատրաստեմ ու լավ թե վատ այդ մարդիկ փորձել են մրցույթին մասնակցություն ունենալ։ Չունենալով բավական փորձ ինչքան դրսում ունեն, մրցույթը էլի պատշաճ կերպով անցավ, բայց այս տարի քանի որ համ մասնակիցների քանակն է մի քանի անգամ ավելացել, համ իրանց հմտությունները, անպայման մինչև մայիսի 25-ը մենք անելու ենք նախընտրական փուլ, որտեղ արդեն եզրափակիչ ենք անցկացնելու այն մարդկանց, ովքեր ամենալավն են վարում։ Նոր արդեն եզրափակչում լավագույնները մրցելու են իրար հետ։ Նշեմ նաև, որ այս տարին առանձնանում է նրանով, որ
անցած 2 տարիներին, երբ որ մրցույթը իրականացրել ենք, արել ենք մեր անձնական ուժերով, իսկ այս տարի ունենք տարբեր գործընկերներ, ովքեր մեզ աջակցում են ու դրա շնորհիվ մենք կարողանում ենք ավելի լավ արդյունք ցույց տանք, այդ թվում նաև հրավիրենք դրսից մասնակիցներ։ Այս տարի մեզ միանալու են Բելարուսիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, ոնց որ այդքան է։ Ոչ չի։ Օրինակ ես վստահ եմ հիմա կարող է 13 տարեկան կամ դեռահասները, հա, հիմա դպրոցում են կամ սովորում են, հիմա ռադիո չեն լսում, մեծամասնությունը, բայց ծնողները լսում են ու գիտեն, որ իրենց երեխան օրինակ հետաքրքրվածություն ունի նմանատիպ բաների հանդեպ ու ինչքան ժամանակ, դե վստահ եմ մինչև մայիսի 25-ը չեն հասցնի վերապատրաստվեն, ծանոթանան այդ ամենին ու դիմեն մայիսի 25-ին, բայց նախ ինչքան ժամանակ է պետք։ Նու սովորաբար 10 օր, 15 օր, թե դա մարդուց է կախված, թե ինչից է առասարակախված։ Իրականում ես 8 տարի այս ոլորտի մեջ եմ ու անընդհատ չեմ հասցնում ինչ որ նոր բան։ Դե գոնե սկզբնական չէ քայլեր էլի։ Որևէ քայլեր անելու համար պետքա ընդհանրապես մի քանի ամիս ինտենսիվ աշխատել, որպեսզի պատկերացում կազմվի, թե ինչպես պետքա շարունակել սովորել, ոնց կատարելագործել եւ մինիմալ գիտելիքներին տիրապետելու համար, էլի։ Նոր արդեն դրանից հետո ինքնուրույն էլ է հնարավոր զարգանալ ու դա ոնց որ սենց ասած պարտադիր է, եթե մարդը անընդհատ չվարի, այն մնացած տեսական ու գործնական գիտելիքներին չտիրապետի ու դա չկատարելագործի, ինքը չի կարողանա ուղղակի լինել լավագույնը։ Այս մրցույթների նպատակը հենց նա է, որ մենք կարողանանք կրթական սպորտային միջավայրի շնորհիվ, այդ մրցակցության շնորհիվ զարգացնենք այս ոլորտը։ Նույն որևէ այլ սպորտաձևերում, եթե օրինակ չլինեն Եվրոպայի առաջնություններ, օլիմպիական խաղեր, չգիտեմ, թեկուզ տարբեր ֆեդերացիաների միջև այդ մրցույթները ուղղակի սպորտային աճ չի լինի։ Դրա համար ոնց որ աշխատում ենք, որ այդ ուղղվածությամբ նույնպես այս մրցույթները լինեն ու դրսում բավական պոպուլյար են, անպայման նենց ենք անելու, որ իրականում արդեն ունենք հրավերներ մասնակցելու դրսի մրցույթներին։ Այս տարի անպայման գնալու ենք Վրաստանում մասնակցելու լավագույնները այս մրցույթից հետո ի հայտ կգան, նորից իհարկե ես մոտավորապես գիտեմ ովքեր են ֆավորիտներ, բայց արդար մրցույթը ցույց կտա ովքեր կարող են կազմել մեր հավաքական թիմի մասը ու միասին գնանք Հայաստանը ներկայացնենք։ Անդրադառնանք հանդիսատեսից մասնակից դառնալու ճանապարհին, որովհետև եթե կրկին հիշողությունից չի դավաճանում, անվճար սկզբունքով կարելի է գալ այդ ամենի մասնակիցը դառնալ որպես հանդիսատես, հետո հաջորդ տարի իցուք ես կարող եմ լրացնել հայտադիմումը եւ դառնալ մասնակիցներից մեկը։ Այն մի քիչ այդ մասին պատմեք, ինչքանով է այդ փորձը կիրառելի, արդյոք հանդիսականը հետո ուզում է այդ ամենի մի մասը դառնալ, ինչքանով են հետաքրքրված, եթե ավելի պարզ ձևակերպեմ հարցս։ Իրականում ունենք նմանատիպ փորձ, մի քանի երեխա եկել էին ու ասել են, որ բավական հետաքրքրված են, չգիտեմ, անցած տարի ոնց որ ուզում էին, բայց չէր ստացվել եւ այլն, գալիս են, հետո ինչ որ ժամանակ հետո իմանում եմ, որ իրանք առաջին անգամ զուտ մեր մրցումի ընթացքում եկել են որպես հանդիսատես, տեսնելուց հետո իրանք հետաքրքրել է, արդեն ժամանակ են գտել ու գալիս են մարզվում են, այս տարի իրանք մասնակցելու են։ Ու դա եղել են 12-ը, չէ, դառան 50։ Կամ եղել են փոքր տարիքով, որ ինչ որ մի անգամ մերժել եմ, ասել եմ շուտ է, դրանից հետո տարիքը լրացել է, նորից կապնվել են։ Այսինքն եղել է տարի ու կես, չգիտեմ, այդքան ոնց որ մարդիկ սպասել են, էլի, բայց հետաքրքրությամբ հետևել են ու հենց ժամանակը եկել է, մի անգամից դիմել են, որ զբաղվեն սրանով։ Դիցուք ես եւ Կարենը հենց հիմա լսեցինք ու հետաքրքրված ենք ու ուզում ենք սովորել դրոն վարել։ Դե նա 8 տարի այս մարդը դեռ ունի տեղ սովորելու։ Բայց մենք ինչ պիտի անենք։ Այ հենց հիմա ես ու Կարենը որոշեցինք, որ ուզում ենք սկսել սովորել։ Իրականում նախ դուք մեծ եք դրա համար, չէ՞ ասա։ Չէ, իրականում մեզ մոտ այդ տարիքային շեմի մասով պատասխանում, հետո Այսինքն կներեք, այս մրցումներին օրինակ 15 տարեկանը կարող է մրցել 45 տարեկանի կապ չունի։ Դրանով առանձնանում, որ մենք գնահատում ենք հմտությունները ու փորձը, այլ ոչ թե տարիքը։ Սկզբից մտածում էի, որ պետքա փոքրերին առանձին անվանակարգերով անեմ, մեծերին առանձին։ Իսկ չեն ասում մեծ ավելի ուժեղ է, չեմ կարող հասնել, դժվար կլինի։ Հմտությունները չափում եք, ենթադրում եմ։ Սկզբից այդպես էին ասում ու իմ կարծիքով էլ էր այդպես
այդպես լինելու, բայց իրականում փոքրերը որ եկան, տեսան մեծերը ոնց են վարում, հետո իրանք վարեցին, արդեն իրանք ինքնագնահատականը սկսեց բարձրանալ, նկատեցին, որ իրանք բավական իրանք մոտ ավելի լավ է ստացվում, հետո սկսեցին մեծերը նեղվել։ Ու հիմա արդեն ոնց որ ավելի շատ դաշտը մեծերի մոտ է, մեծերն են, որ մի փոքր ալարկոտ են, դեպքեր ա լինում, որ իրանք ավելի ուշ են ինֆորմացիան ընկալում, քան փոքրերը, դրա համար արդեն հիմա մեծերն են փոքրից վախենում, այլ ոչ թե հակառակը։ Դե բացի իմ կարծիքով մեծերի մոտ նաև խնդիր կա ժամանակ հատկացնելու շատ այդ ամեն ինչին։ Իրականում ժամանակ կարելի է գտնել, եթե սիրում ես այդ գործը, հաստատ կգտնես էլի, գոնե ինչ որ ժամանակ որ զբաղվես էլի։ Այս շատ սյունաստիկ եթե սիրում ես այս գործը, ինչ է սա, օրինակ ձեր ու շատ մասնակիցների համար ինչ կարծիք եք լսում։ Սա թույն հոբի է, լավ զբաղմունք է, թե սա ապագա լավ բիզնես է, ինչ է սա, ուր է գնում դեպի։ Իրականում կարծիքները մարդկանց մոտ տարբեր է։ Փոքր դրոններ վարելու ընթացքում դա իրանց համար խաղալիք է թվում։ Մեծ դրոնները վարում ես անընդհատ միանգամից կապվում է ռազմականի հետ։ Իրարամեր sense տարբեր բաներ են էլի լսում, բայց լինում են նաև գովեստի խոսքեր, այդպես դեպքեր են լինում։ Okay. Տարիքային շեմից խոսենք, այդ է պարզեցինք լավ, ես ու Կարենը կարող ենք մասնակցել, մի քիչ մեծ ենք արդեն, բայց տարիքը ես մեծի համար ասեմ։ Օրինակ սկզբից որ դրել էի տարիքային շեմը, դրել էի դե մինիմալ ասենք 11 տարեկանից սկսած, մինչև օրինակ 45 տարեկան։ Հետո դասընթացին մարդ էր միանում ու ասում է ես հիմա 50 տարեկան եմ, չեմ կարող մասնակցեմ։ Այդ մարդու մոտ նորմալ էլ ստացվում էր, ամեն ինչ լավ էր, հետո տարիքային շեմը բարձրացեցինք 50, հետո 55, 60 եկան ու արդեն գրել ենք 11+ ուղակի։ Այսինքն սահմանափակում դեպի վերև չկա էլի։ Եթե մարդը ցանկություն ունի, հետաքրքրված է, ամեն կերպ իրան օգնելու ենք, աջակցելու ենք ու հաստատ իր մոտ ստացվելու է։ Կարող է փոքրի մոտ մի քանի անգամից է ստացվում, իր մոտ մի քանի անգամ ավելից, բայց անպայման ստացվելու է, եթե ինքը նպատակ է դրել, որ սրանով զբաղվի ու զարգանա։ Որտեղ գտնենք հայտնադիմումը, ինչպես լրացնենք։ Հայտնադիմումը ժամանակ կա դեռ։ Մինչև մայիսի 21-ը կարող եք գրանցվել, Arndron Community Facebook-յան էջում ունենք բացված միջոցառման ու event ունենք բացված, այդտեղ կարող են գրանցվել, հարցեր ունենալու դեպքում կարող են գրել Facebook-յան էջին, այդտեղ իրենց անպայման կպատասխանենք, ճիշտ կուղղորդենք, կարող են միանալ մարզումների ընթացքում կստուգենք իրենց գիտելիքները, որպեսզի մինչև նախընտրական փուլը ճիշտ կարողանանք կազմել խմբերը, որպեսզի նախընտրական փուլը հաղթարեն, այնուհետև եզրափակչում հանդես գան։ Ես վստահ եմ այդ փոքրիկ հարցը հետաքրքիր կլինել մեր ռադիոսողների չաթին, օրինակ չէ, միջև մրցանակ է։ Լինելու են մրցանակներ, բայց չեմ ասել։ Շատ ավելի հետաքրքիր։ Եթե ուզում եք իմանալ մրցանակների մասին, գրանցվեք, գնացեք, մասնակցեք։ Նախ պետք է պարապել, հա, փորձ ձեռք բերել այդ փոքրիկ դրոնները դուք տրամադրում եք, թե դա պետք է, չգիտեմ, գտնել։ Իրականում մեր որ 50 անգամ ձեզ չզանգեն, ասեն, իսկ դրոնները իրականում դրսում միջոցառումները, որ արվում է ու տարբեր մարդկանց հետ որ շփվում են, տարբեր ֆեդերացիայի նախագահների հետ դրսի, իրանց համար խորհուրդ է, որ ինչ որ մեկը կարող է գա ու իր սարքը չունենա։ Պահանջի ինչ որ։ Քանի որ Հայաստանում այս ոլորտը, այսպես ասած, ընդհանրապես գոյություն չուներ ու sense տարիների աշխատանքի շնորհիվ տարբեր հարյուրավոր մարդկանց վերապատրաստելու շնորհիվ հիմա ոնց որ այսպես ասած նախընտրական փուլել են կարողանում անել։ Ինչ որ ժամանակ հետո մտածում ենք, որ արդեն ամեն մարդ պետք է իր սարքավորումներով գա, բայց այս տարվա մրցույթին էլ փորձում ենք ինչ որ մի ձև այն մարդկանց, ովքեր ունեն լավ հմտություններ, բայց չունեն միջոցներ իրենց համար սարքեր ձեռք բերելու, մարզվեն մեր սարքերով, մրցույթի ընթացքում էլ արդեն փորձենք մեր սարքերը տրամադրենք, որպեսզի մարդը հնարավորություն ունենա մասնակցել։ Բայց դրան պետքա մի օր ոնց որ ճիշտ է, կա համեմատությունս մի քիչ սխալ է, բայց նույնը գնաս Ֆորմուլա 1-ին ու ասես ինձ մեքենա տվեք, որ ես այդպես չի կարող մասնակցեմ։ Դրա համար ոնց որ աշխատում ենք, նենց անենք, որ ոլորտում հնարավորինս շատ մարդ լինի ու փորձենք այն մարդկանց, ովքեր որ տաղանդավոր են, բայց ունեն ֆինանսական խնդիրներ, գոնե ինչ որ մի ձև մեր ուժերով աջակցենք։ Բացի դրանից այնտեղ հարց հնչեց, այդ մասը բաց թողեցի, թե ինչպես սկսեք։ Այո։ Ընդհանուր ինչպես սկսեքի համար հայալեզու վիդեոդասեր եմ սարքել ու այդ հայալեզու վիդեոդասերը, վիդեոշարքին ծանոթանալով կարող եք ստանալ մինիմալ գիտելիքներ,
հաղթահարել այդ հոգեբանական բարիերը, այդ դժվարությունների, այդ անհասկանալի պահերը հաղթահարելուց հետո արդեն կարողանանք ինքնուրույն էլ զարգանալ կամ կապնվել մեր համայնքի հետ, գալ մարզումներին, ունենք տարբեր խմբեր, այդ խմբերում կարող եք ձեր հարցերը ուղղել, հարցերին բոլորս պատասխանում ենք սիրով, իրար օգնում ենք ու այդպես ոնց որ համայնքը աճում է։ Այսինքն այն ժամանակ այդ ամեն ինչը չկար, էլի հայալեզու վիդեոդասեր հիմա էլ չկա, մրցույթները մենք անում ենք այդ տարբեր խմբերում, որտեղ մարդիկ կարող են իրենց հարցերը ուղղել, ստանալ օգնություն, խորհրդատվություն, դա էլ ունենք, այսինքն ամեն ձև խրախուսում ենք, որպեսզի այս ոլորտը զարգանա։ FPV դրոնները ինչ հնարավորություններ ունեն ու որտեղ կարող են կիրառվել, ինձ թվում է արդեն բոլորին է հայտնի ու եթե մենք պատերազմական, այսպես ասած, երկիր ենք ու նայում ենք ռուս-ուկրաինական պատերազմին, արդեն այդտեղ կարելի է նկատել FPV դրոնների կիրառության մակարդակը ու վստահ եմ, որ անգամ հասարակ քաղաքացիները գոնե մի անգամ հանդիպել են դրոններով խոցմանը կամ գոնե որևէ լրատվականով լսել են դրա մասին։ Այդ իսկ պատճառով պետք է այս ոլորտը զարգանա ու ընդհանրապես ռազմականը զարգանալու է միայն այն դեպքում, երբ որ կրթական այդ սպորտային միջավայրը զարգացված է քո մոտ ու այդ քաղաքացիականը շատ ուժեղ նպաստելու է նաև ռազմականին, թեկուզ ոչ ուղիղ։ Այսինքն նույն ռուս-ուկրաինականի ժամանակ, երբ որ այս սարքավորումները կիրառվեցին քաղաքացիական ոլորտի ներկայացուցիչների կողմից, ովքեր ինտեգրեցին դա ռազմական գործի մեջ։ Այսինքն ռազմական ոլորտը պահանջում է պատրաստի լուծումներ, որոնք որ շատ արագ կինտեգրվեն իրանց մոտ։ Իսկ այդ պատրաստի լուծումները միայն կարող ունենա քաղաքացիականը, որը կարող զարգանա միայն մրցակցությունների, համայնքների եւ մրցույթների շնորհիվ։ Դե առաջացած ոստեմ ինչ որ X ժամանակ անց մենք կլսենք թե ԿԳՄՍ-ն կամ Պաշտպանության նախարարությունը հետաքրքրված են, համագործակցում են, սատարում են։ Կամ նախարարությունը։ Այո, ու ինչ որ շատ լուրջ համագործակցություն կա։ Եվս մի հարց ունեմ, ես ներողություն, ոչինչ հա, տենց եմ որ ես մի քիչ տենց շատ տենց հուզող հետաքրքիր թեգամ է։ Նայեք, դուք հիշեցիք, նշեցիք նաև որ սկսեցիք փոքրիկ ինչ որ լսարանից ընդամենը 10-12 հոգի մարդ էիք, հիմա շատ ուրիշ լեվելի վրա եք։ Այ 5 տարի հետո, հա, դուք որտեղ եք այս ամեն ինչը պատկերացնում, տեսնում, ուր եք ուզում տանեք սա հասցնեք, ինչ լինի։ Տեսեք, այս պահին Չինաստանը դիմել է Օլիմպիական կոմիտե, որպեսզի FPV դրոնները դառնա օլիմպիական սպորտաձև։ Իսկ օլիմպիական մարզաձևում գոնե մասնակցել եւ այսպես ասած լողորթի պես եմ ասում գոնե չի խեղդվել, գոնե մենք հասնենք ֆինիշին, այսպես ասած լավագույնների հետ։ Դա բավական տարիների աշխատանք է պահանջում, քանի որ աշխարհում նշեցի, որ բավական զարգացած է ու մոտ 16 տարի երևի այս ոլորտով զբաղվող մարդիկ կան, ես իրանց կեսի չափ եմ զբաղվում ու դեռ լիքը բան չգիտեմ։ Այդ մարդկանց հետ մրցելու համար բավական լուրջ գիտելիքներ ա պետք, լուրջ հմտություններ ա պետք, մարզումներ են պետք ու բավական շատ սարքեր ա պետք կոտրել, որ հասնես իրանց մակարդակի։ Այս ամբողջ ընթացքում մենք պատրաստվելու ենք դրան, որպեսզի կարողանանք օլիմպիական մրցույթների ընթացքում ներկայացնենք Հայաստանը, կարողանանք սկզբից մասնակցել, հետո նաև հաղթել ու Հայաստանի դրոշը բարձր պահել։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որտեղ, երբ, ինչ է սպասվում։ Մայիսի 25-ին ժամը 11-ին Գազպրոմ ուսումնասպորտային համալիրում կարող են գալ բոլորը, ովքեր ցանկանում են դիտել FPV drone racing միջոցառում։ Միջոցառման մեջ բացի մրցութային հատվածից տեսած ձայնային ինչ որ հետաքրքիր եւ աչք շոյող հատված պլանավորվում է թե ոչ։ Իրականում այսպես ենք մտածել, որ այդ ամբողջ մրցույթի ընթացքում այդ վարելու վիդեոն այսպես ասած հնարավորություն ենք ունենալու սթրիմ անենք YouTube ու այդ ընթացքում մարդիկ կարողանան անգամ իրանց տանից էլ նայել ու այնտեղ էլ փորձելու ենք մոնիտորներ տեղադրենք, որպեսզի հանդիսատեսը ֆիզիկապես տեսնելով դրոնները նաև կարողանա տեսնել այդ հնարքները, որոնք անում են դրոնները։ Չէ, դրոնի հենց պատկերը միանգամից տեսնի էկրանի վրա։ Այսինքն էկրանը բաժանելու ենք 4 մասի ու փորձելու ենք ցույց տանք բոլոր 4 միաժամանակ մեկնարկող մասնակիցների պատկերը։
Եվ եւ վստահ եմ, եթե կան մարդիկ, ովքեր որ հետաքրքրվեցին այս ամեն ինչով, նախ պետք է ծանոթ լինել այն հոլովակներին, որոնք տեղադրված են YouTube-ում, ինչպես կարող են նրանք գտնել, ինչ որ ավելի գիտելիք ունենալու համար։ Փնտրելու համար ուղղակի պետք է գրել Arm Drone Community ու այնտեղ վիդեո շարք ունենք YouTube-ում։ Այո, YouTube-ում։ YouTube-ում փնտրելուց կարող են արդեն գտնել մեր վիդեո դասերը, այնտեղ արդեն վիդեո դասերը դիտելուց հետո կարող են գտնել նաև մեր կոնտակտները, յուրաքանչյուր հարց ունենալու դեպքում սիրով պատրաստ ենք օգնել։ Շնորհակալ ենք։ Մենք երևի մրցույթից հետո էլ կհանդիպենք, մի հատ հասկանանք ինչ կլինի վերջը, բայց ես վստահ եմ, որ շատ հետաքրքիր լինելու։ Դե ինձ թվում հաջորդ կանգառը վստահաբար համալիրներ լինելու։ Շնորհակալություն Հայկ, մեծ հաջողություն ենք մաղթում մայիսի 25-ին Գազպրոմի Այո, ուսումնասպորտային համալիրում տեղի կունենա Minivub Drone Racing 2025 մրցաշարը։ Մուտքն ազատ է։ Մուտքն ազատ է, տարբեր դրոններ, շատ երեխաներ։ Նույնիսկ կարող եք, չգիտեմ, ընտանիքով կարող եք գնալ, վստահ եմ շատ հետաքրքիր է լինելու։ Դիտարժան։ Փոքր երեխաներին բավական հետաքրքիր է ու շատ լավ կլինի, եթե ձեր երեխաների հետ գաք եւ Մայիսի 25-ը ինչ օր է։ Կիրակի։ Տունն է Նարեկը։ Լավ, օքեյ, տենակի չեկան։ Սա ամեն առավոտի եթերն է, ես ձեզ հիշեցնեմ, որ մետաղավարում Arm Drone համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանն էր եւ մենք զրուցում ենք Minivub Drone Racing-ի մասին, մայիսի 25-ին է տեղի ունենալու, մանրամասները էլ չեմ կրկնի, դիտեք հարցազրույցը, իսկ մենք կհանդիպենք րոպեներ անց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։